Պարոն Առաքելյան, դուք արդեն մի քանի ամիս է զբաղեցնում եք Գյումրու քաղաքապետի պաշտոնը փաստացի, պաշտոնակատարի կարգավիճակում, ինչպես է ձեզ հաջողվում կառավարել թե հավաքանին, թե քաղաքը եւ Վարդան Ղուկասյանի պակասը շատ է զգացվում այստեղ։ Սկսեմ վերջից, ձեր հարցադրույթին միանշանակ շատ է զբաղվում, որովհետև տարիների փորձը, աշխատանքի ձևը, այսպես ասեմ, ամեն այդ նյուանսները գիտենալը միանշանակ ավելի հեշտ էր եւ ավելի ամեն աշխատանք առաջ էր գնում։ Բայց ինչ վերաբերվում է իրենից հետո կառավարման այս ամեն ինչը, կորիզը հիմքը շատ ամուր էր մեր քաղաքական թիմի եւ լուր ամբողջ Հայությանը եւ Հայաստանի Հանրապետության մեր Գյումրի քաղաքում ճգնաժամ չկա, կարող են տեսնել ավականուն նիստերը նորմալ կատարվում են, ոչ մի նիստ չի հետաձգվել, ինչ որ եղել է տարեսկզբին մի երկու, բայց արդեն պատճառները բազմիցս նշվել է, գիտեն, որ անձնական խնդիրների հետ կապված չնախատեսված է եղել նիստի հետաձգումը։ Ինչ անձնական խնդիրներ եւ ում կողմից։ Չեմ շփոթվում Նարեկը ազգանունը չեմ հիշում ավականներից իր ընտանեկան խնդիրներ առողջական մեր քաղաքը խփվածությունից էր Իր պատճառով չէր ստացվում նիստում արել թե դե չէին եկել քաղաքացիական պայմանագիրը ընդհանուր առմամբ ինքն էլ որպես 17-րդը չկարողացավ քվորման խնդիր էր էլի իսկ ԿՊ սաբոտաժ անում է այսօր օրինակ տեսանք այդ սաբոտաժը կարելի է այսպես ասել շատ նարեկին էլ չէ որովհետև ցեզ կոնկրետ ասեմ ամանորյա այդ ծախսերի գումարը պետք է քննարկվեր, տոնածառի զարդարանքները, քաղաքի զարդարանքները, հետո էլ հետ ընկավ մի քիչ բանից, ժամանակից, բայց փառք Աստծո մենք կարողացանք աշխատանքներով մեր քննաջան հասնենք եւ ունենանք։ Օրինակ Վանաձորում ԿՊ սաբոտաժ անում էր մի քանի տարվա մեջ ընդամենը 2-3 ավականու նիստ են գումարել եւ նոր սկսել է կարծես թե աշխատել քաղաքը։ Գյումրիում էլ այդպիսի փորձեր եղան։ Գյումրիում ո՞նց է այդ մթնոլորտը։ Այդ մի փորձն է եղել, ինչ տարին սկսվել է նոր նստաշրջանը, ոչ մի այդպիսի խնդիր չկա, բոլորը ոնց որ համերաշխ աշխատում եք ԿՊ-ականների հետ։ Գիտեք ինչ, ես էսպես ասեմ, ինչ որ քաղաքապետը նետերը հիմքը ասել է հանուն քաղաքի բարօրության։ Մենք բայց դե քաղաքապետին ԿՊ-ականների թեթև ձեռքով կալանավորեցին։ Չէ, ես ուրիշ բան եմ կոնտեքստ եմ ուզում ասեմ ցեզ, վայ ջան, որ մենք աշխատում ենք հանուն քաղաքի, ԿՊ-ի հետ մեր համակցությունը միայն քաղաքի շահերից է բխում, իսկ քաղաքական ընդանուր մթնոլորտում մեր տեսակետը մենք միշտ պահպանում ենք, ինչպես պահպանել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, այդպես էլ մենք ենք պահպանում իր քաղաքական թիմը։ Կարող ենք ասել, որ ավականու կազմում համերաշխ եք, ավականուց դուրս քաղաքական առումով հակառակորդ կամ թշնամի։ Ավականու կազմում համերաշխությունը բխում է մենակ քաղաքի շահերից, գյումրեցիների շահերից։ Իսկ իրենք ինչպես են տրամադրված ձեր նկատմամբ։ Այդ արդեն իրենց հարցեր եք։ Մենք մեր տրամադրությունը միայն ու միայն մենք այստեղ հարցեր ենք բարձրացնում քաղաքի զարգացման համար, քաղաքացիների առօրյան կյանքը բարելավելու համար։ Ընդանուր մեր քաղաքական դիրքորոշումները իշխանության նկատմամբ անփոփոխ են մնացել։